Պետական եկամուտների կոմիտեն դառնալու է տնտեսվարողների ամենասիրելի պետական մարմինը, որն իրենց անընդհատ աջակցում է ճիշտ ճանապարհով առաջ շարժվելու և ճիշտ արձանագրումներ անելու։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ այցելության ժամանակ ներկայացրել է նաև այս նպատակը, որին ձգտում են։ Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի, պետական բյուջեի եկամտային մասի ապահովման ուղղությամբ գործադրված ջանքերի և արձանագրված արդյունքի համար։ Փաշինյանի դիտարկմամբ հարկային համակարգը և պետական եկամուտներն այն ինստիտուտներից են, որոնք մեզանում թերագնահատված են, բայց միևնույն ժամանակ այն ատրիբուտներից են, առանց որոնց չկա պետություն։ Վարչապետի պաշտոնում առավել ևս հասկանում ես, որ պետական բյուջեի եկամուտները եւ հարկային համակարգը առաջնային է, որովհետեւ առանց բյուջեի չկա պետություն։ Կարծում եմ, որ առանց հարկային համակարգի պետության գոյության անհնարինությունը մեզանում բավարար չափով գիտակցված չէ եւ հարկային համակարգը, պետական եկամուտների հավաքագրման համակարգը ցանկացած պետության հենասյուներից մեկն է։ Նիկոլ Փաշինյանի խոսքով երկրի անվտանգության ապահովումը, կրթության, առողջապահության ոլորտների զարգացումը, ճանապարհների կառուցումը եւ այլն կախված է նրանից, թե ինչքան եկամուտ ունի պետական բյուջեն եւ ինչքանով է ծախս գեներացնում։ Վարչապետը պետական բյուջեի եկամուտների ծախսի վառ օրինակ է համարել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, որը մեկնարկելու է 2026 թվականից եւ որի մի զգալի մասը պետական բյուջեի միջոցներից է ֆինանսավորվելու։ Կարծում եմ, որ բացի այն, որ մենք երևացող շերտերին ենք անդրադառնում, ՀԴՄ, հարկեր, օրենք, օրինականություն, մենք այս խորքային շերտերին էլ պետք է անդրադառնանք, որպեսզի մարդիկ այս ըմբռնումը ունենան։ Այսօր Հայաստանում տասնյակ հազարավոր մարդիկ 50-60 հազար ընտանիք բնակարանա ձեռք բերում նորակառույց շենքերում եւ դա ըստ էության մի մեծ մասով տեղի ունենում պետական բյուջեի եկամուտների հաշվին, որովհետև պետական բյուջեից եկամտային հարկի վերադարձ է տեղի ունենում։ Վարչապետը հարկերի հավաքումը պետության գործունակության կարևոր ցուցիչ է համարել։ Իհարկե, այստեղ էլ կրկին չեմ մոռանում շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին եւ այո, այդ էլ է ճամփորդությունը գիտակցական, որ գալիս հանգում ենք նաեւ, որ այս process-ների մեջ ՀԴՄ կտրոն տրամադրող կամ պահանջող քաղաքացիները նույնպես շատ էական դերակատարում ունեն։ Այստեղ էլ հայեցակարգային հարցեր կան, որ մենք բոլորս դեռևս բավարար խորությամբ չենք գիտակցում։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀԴՄ կտրոնի տրամադրումը եւ կոչ արել մարդկանց պահանջել այն, դրանով իսկ նպաստելով երկրում շատ հարցերի լուծմանը։ Վարչապետն անդրադարձել է երկրի տնտեսությանը եւ նշել 2018-ի հեղափոխությունից հետո այն 50%-ով աճել է, բայց դեռ հարկային գործառույթների բարելավման, մասնավորապես ստվերի կրճատման ուղղությամբ անելիքները շատ են, մանավանդ որ տեխնոլոգիաները ստվերի նոր հնարավորություններ են ստեղծում։ Նրա գնահատմամբ փորձը ցույց է տալիս, որ ստվերի կրճատման հարցում պոզիտիվ մեթոդները ավելի արդյունավետ են։ Երկրի ղեկավարի խոսքով իրենց ընկալմամբ ՊԵԿ-ը ոչ թե ուժային կառույց է, այլ մի կառույց, որն աջակցում է տնտեսվարողին, որպեսզի վերջինս իր գործերը ճիշտ կազմակերպի։ Փաշինյանն անդրադարձել է նաև դրոշմավորման նոր համակարգին եւ ընդգծել, որ դրա նպատակն ապրանքի հետագծելիությունն ապահովելն է։ Վարչապետի դիտարկմամբ պետական եկամուտների կոմիտեի նկատմամբ վստահությունը պետք է մեծացնել այսպիսի մեթոդներով, բարեփոխումներով։ Ընդհանուր առմամբ հենց այս փափուկ գործիքները, որ մենք կիրառենք, դա հնարավորություն է տալու պետական եկամուտների կոմիտեն եւ ծառայության աշխատանքի իմաստն ու բովանդակությունը կերպափոխել, որ մի X պահի ես հավատում եմ, որ պետական եկամուտների կոմիտեն դառնալու է տնտեսվարողների ամենասիրելի պետական մարմինը, որը իրենց անդադ աջակցում է, որ իրենք ճիշտ ճանապարհներով շարժվեն առաջ։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ խաղաղության խաչմերուկ նախագծի շրջանակներում ՊԵԿ-ի համար գործունեության մեծ դաշտ է բացվելու, քանի որ 2026 թվականին TRIP ուղի նախագիծը մտնելու է գործնական փուլ։ Այս առիթը, ինչպես ասել եմ, օգտագործելու ենք մեր բոլոր մաքսային կետերում տեխնիկական եւ բովանդակային հագեցվածության բոլորովին նոր մակարդակի հասնելու համար։ Եվ սա մեզ համար մարտահրավեր է, բայց մյուս կողմից էլ շատ մեծ հնարավորություն է, որովհետև մենք այսօր 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնությունների բերումով ժամանակակից բոլոր տեխնոլոգիաներին հասանելիության հնարավորություն ունենք եւ այդ տեխնոլոգիաները մեզ օգնելու են, որպեսզի մենք ավելի որակով իրականացնենք
մեր աշխատանքը, ընդ որում մենք զարգացումներ սպասում ենք ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանին, մենք զարգացումներ սպասում ենք Հայաստան-Թուրքիա սահմանին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում պետք է արդեն տնտեսական լոգիստիկ նոր կարողություններ ձևավորվեն կազմակերպչական իմաստով։ Այս ամենը, ըստ վարչապետի, մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի նոր հնարավորություններ է բացում։ Վարչապետը նշել է, Հայաստանում չկա ոչ մի ընտանիք, որ իր կարիքների համար ավելի շատ գումար է ծախսում, քան պետական բյուջեն։ Պետական բյուջեն է ցանկացած ընտանիքի բարեկեցության թիվ 1 աղբյուրը, եւ իր համոզմունքն այն է, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր ընտանիքի եւ մարդու բարեկեցությունն առաջին հերթին կախված չէ նրանից, թե ինքը որքան է ծախսում իր բարեկեցությունն ապահովելու համար, այլ նրանից, թե պետական եւ համայնքային բյուջեները որքան են ծախսում իր բարեկեցության համար։ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ-ի մի խումբ աշխատակիցների հանձնել է պարգևներ ծառայողական պարտականությունները բարձր մակարդակով կատարելու համար։ Աննա Զախարյան, լուրեր։